Պարոն դեսպան անդրադարձավ ավիացիոն սև ցուցակի խնդրին եւ այդ կապ ունի քիչ առաջ իմ նշած ստանդարտի թեմայի հետ, որտեվ այսօր մեզ ասում են, լսեք, բա ասում եք Եվրամիության հետ լավ եք, բա այդքան գնում եք, գալիս եք, նկարվում եք, ամբողջ օրը Բրյուսելներում, բա այդ հարցը չեք կարողանում լուծել, բա կարողա ճիշտ չեք մոտենում եք, սիրելիներս, ստանդարտի հարցը հասկանում եք, ստանդարտի հարցը պետք է աշխատել այլ կերպ։ Այդ հազար ներողություն, այդ բանը մեր իմացած այդ սովետական այդ ձևերը, որ բա չեն կարող մի բան անենք, մի բան լինի։ Բանը, որը մենք պետք է անենք, մեր աշխատանքի եւ մոտեցումների ստանդարտը փոխելն է։ Եվ ստեղ ես անկեղծ ասեմ, շնորհակալ եմ Եվրամիությանը, որովհետեւ եթե այդ սև ցուցակը չլինի, մենք ոչ մի խնդիր չունենք։ Մենք այդ թեմային ինքնուրույն չենք առերեսվի, որովհետեւ Հայաստանում կա դասարանցի, բանակի ընկեր, չգիտեմ, խնամի, քավոր եւ այլն, հենց եվրոպական ստանդարտն է դա, որ լսեք կապ չունի ով խնամինա, ծանոթնա, բարեկամնա։ Այդ ինքնաթիռը պետքա թռնի եւ վայրեջ կատարի, հասկանում եք, պարզ բան պետքա թռնի եւ վայրեջ կատարի։ Եվ դրա համար պետքա լինեն որոշակի բաներ, ինդիկատորներ, որ համոզիչ որոշակի համոզմունք կտան, որ այդ ինքնաթիռը թռնելու է, իջնելու է։ Այսինքն մենք ուզում ենք անընդհատ խնդիրը լուծենք այլ կերպ։ Եվ սա շատ կարևոր, էլի ստանդարտի հարց է։ Կունենանք այդ ստանդարտը, այսինքն չեմ հարցնում, կունենանք այդ ստանդարտը, բայց խնդիրը մեր մեջ է, Եվրամիության մեջ չի։